Այժմ տեսնենք ինչ է սպասվում առույցներին մինչև մայիսի վերջ աշխատանքում և ֆինանսներում։ Ինչ է սպասվում առույցներին մինչև մայիսի վերջ աշխատանքում և ֆինանսներում։ Աշխատանքում փոփոխություններ են սպասվում։ Շատ հաղորդակցություն կլինի։ Սա կարող է լինել նաև դրսի հետ, միգուցե ինչ-որ որոշ առույցներ կամ ուզում են գործուղման գնալ, կամ հրավերք են ստանում օտար երկրում աշխատելու, կամ իրենք են պլանավորում, դրա համար այսպես շատ նամակագրական կապերի մեջ են, սա հեռվից եկող նամակագրություն է, կամ մի քիչ ուշացել է, երկար եք սպասել, բայց այո, սա տեսեք արագիլը չվում է տաք երկրներ, փոփոխություն է բերում արագիլը, բնակության վայր է փոխում արագիլը։ Դրա համար կարող եմ ասել, միգուցե ինչ ամեն դեպքում փոփոխություն եթե լինի, այո, շատ այսպես կոմունիկացիան բաց է, շատերի հետ եք շփվում, որովհետև ինչ-որ բան ուզում եք փոխել, միգուցե նոր աշխատանք եք ուզում կամ աշխատանքում եք փոփոխություն ուզում, կամ նորից եմ կրկնում, երևի ինչ-որ մեկը հրավերք է ստանում օտար երկրում աշխատելու, կամ պարզապես ինքն է ուզում գնալ, դրա համար էլ շփվում է տարբեր մարդկանց հետ, փորձում է տարբերակներ գտնել տեղափոխվելու համար։ Տեսնենք էլ ինչ կասեն կարտերը առույցների աշխատանքի համար։ Շատ հետաքրքիր է, թե կարտերը լեզու ունենային խոսեին, էլ ես չէի խոսի։ Ամեն ինչ շատ հետաքրքիր է։ Շատ։ Տեսեք, ամպեր են կուտակված, ասինքն ինչ-որ որոշումներ եք կայացնում, ինչ-որ անհանգստություններ ունեք, փոփոխություն եմ տեսնում, այնտեղ էլ հիշում եք արագիլով ասեցի փոփոխություն եմ տեսնում։ Ինչ-որ մի նոր միտք ունեք, մի նոր գաղափար ունեք եւ ուզում եք գնալ դրա ետևից։ Փոփոխությունը կլիներ, չգիտեմ, երկիր փոխել կլիներ, գործուղման գնալ որևէ այլ երկիր, բայց մեծ լուրջ փոփոխություններ եք մտածում եւ անհանգիստ եք, կլինի, չի լինի։ Ինչ-որ մեկի հետ աշխատում եք, համագործակցություն է, միգուցե պայմանագիր պետք է կնքեք, տեսնում եք, մատանին մարդկանց միացնում է իրար, չէ, իսկ կոնտրակտն էլ, եթե ասենք, չգիտեմ, պայմանագիր եք կնքում, գնում եք որևէ երկիր, ինչ-որ մի մարդկանց համար աշխատելու, դուք իրենց ոնց որ միանում եք իրենց, պայմանագիր եք կնքում, որ ինչ-որ ժամանակով պետք է աշխատեք իրենց համար, սա աշխատանքի այդ ճանապարհն է խաչով, այսինքն հեշտ որոշում չէ, այնպես էլ չէ, որ դուք այսպես թեթև եք նայում հարցին, բոլորովին դրա համար ամպեր են կուտակված, որովհետև շատ բարդ որոշում է, շատ լուրջ, բարդ, որովհետև դուք մարդկանց հետ փաստորեն պետք է աշխատեք ինչ-որ ժամանակ, չէ, իսկ դուք չգիտեք, այսօր լավ է, միգուցե վաղը չգիտեք ինչ կլինի, կարող եմ ասել շատ բարդ որոշում է, որով դա երկարատև կոնտրակտ է լինելու, տեսնում եք, այս կայունության կարտը նշանակում է, որ շատ երկար դրա համար ձեր վախերն են, բայց ես տեսնում եմ, որ սա տանում է ձեզ դեպի ձեր երազանքները, ձեր ցանկությունները, ճանապարհը բաց է։ Ես կարծում եմ, որ հաջող կլինի իրականում։ Եկեք այստեղից էլ երկու կարտ անենք։ Ձեր այո, վախերն ու անհանգստություններն են շատ, որովհետև պատասխանատվությունն է շատ, դուք պայմանագիր եք, այդպիսի տպավորություն եմ ստանում։ Իսկ եթե պարզապես նոր աշխատանքի եք ուզում անցնել, սա ավելի պայմանագրային է, որ ուզում են երկարաժամկետով աշխատեք եւ դուք անհանգստանում եք, որտեղ ինձ թվում է առույցները մի քիչ փոփոխական են, դե բնականաբար ոչ բոլորը, դուք վստահ չեք այդքան երկար ժամանակով կուզենաք նույն մարդկանց համար աշխատել, թե ոչ, լինի արտերկրում, թե լինի այստեղ։ Բայց ես իրականում տեսնում եմ, որ ճանապարհը ձեզ լավ տեղ է տանում։ Իրականում դուք չեք հիասթափվի։ Ոչ, տեսնում եք, լավ մարդիկ կլինեն, լավ մարդկանց հետ կաշխատեք եւ իրականում չէ, անհաջող չի լինի։ Եթե կա այդպիսի վախեր, կասկածներ, ինձ թվում է, որ ճիշտ կլինի պայմանագիրը կնքեք եւ գնաք, ճանապարհը բաց է, տանում է ձեզ դեպի ձեր ցանկությունները։ Տեսնենք ինչ է սպասում ֆինանսներում։ Հայ, ֆինանսներում որովհետև աշխատանքի փոփոխություն եք ուզում, տեսնում եք, այդ դրա համար են ձեր վախերը, իսկ եթե ֆինանսները կորեն, աշխատանքից դուրս գաք, նոր պայմանագիրը լավ կլինի, վատ կլինի, չեք ուզում կտրուկ որոշումներ կայացնեք, բայց երևի թե որոշում կայացնելու ճանապարհին եք։ Ես ասում եմ, չէ, ինչ որ աշխատանքի հետ ասում էի, դա ուղղակի կապված է ֆինանսների հետ։ Եթե գործից դուրս գաք, փոփոխություն անեք, գնաք նոր երկիր, ինչպես կլինի, վախեր ունեք ֆինանսների հետ, ձեզ թվում է, որ կարող է
ֆինանսներն իրենց չարդարացնեն։ Իսկ որոշումը պետք է երևի թե արագ կայացնեք։ Եթե ճամփորդության մասին չէր խոսք, ուղղակի աշխատանք փոխելու կամ աշխատանքի վայրում ինչ որ փոփոխություն անելու, գիտեք, մեկ-մեկ մարդուն աշխատում եք, չէ, այլ աշխատանք են առաջարկում։ Պարտադիր չի դա լինի առաջ խաղացում, պաշտոնի բարձրացում, պարզապես այս բաժնից տանում են մեկ այլ բաժին, կադրային փոփոխություններ են լինում։ Կարող է այստեղ այդպես էլ լինի, եթե ուղղակի վախեր ունեք, այս մյուս բաժնում ավելի կարող է պակասել գումարները, կարող է գործ չլինել, այդպիսի վախեր կարող է ունենալ ֆինանսների հետ կապված, բայց որոշում պետք է կայացնեք եւ մի քիչ արագ պետք է կայացնեք։ Հարգելներս, ոչ մի ֆինանսական կորուստ չեմ տեսնում, ես շատ լավ կարտեր եմ տեսնում։ Նախ սա հաջողության կարտն է, տեսեք, այստեղ տեսածի ձեզ աշխատանքը այդ ինչ էլ փոփոխություն որ լինում է, եթե պայմանագիր է, ոչ պայմանագիր է, շատ լավ տեղ է տանում ձեզ, շատ հաջող է լինելու փոփոխությունը նաև ֆինանսների առումով, դուք շատ խելացի եք, կան նաև աշխատանքի վայրում մարդիկ, չգիտեմ, եթե կնոջ հետ եք աշխատում այս ծրագրեր իրականացնելու պայմանագրերում, չգիտեմ, գործակալ են, եթե իրենք են բավականին իմաստու խելացի կին է, ձեզ տանում է դեպի առաջ խաղացում, սա էլ ծաղիկները շատ հետաքրքիր մարդկանց հետ կհանդիպեք։ Եթե նորից եմ ասում, կադրային փոփոխություն են աշխատանքի վայրում, շատ ավելի նոր հետաքրքիր մարդկանց հետ կսկսեք շփվել, նոր մարդկանց հետ կաշխատեք, բայց շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, ոչ ֆինանսներում, ոչ էլ աշխատանքում։ Տեսնենք հիմա ավելի կոնկրետ ֆինանսների հետ, ես այսպես գումարներ չտեսա, բայց ես տեսնում եմ ֆինանսներում առաջ խաղացում, այո։ Այստեղ էլ եմ ասում, տեսեք, նորից երկուսը թրերի, սա ընտրությունն է, դուք չեք տեսնում, ուղին չեք տեսնում, չեք կարողանում որոշում կայացնել, աչքերը փակ է, այսինքն աղջիկը չի կարողանում ընտրություն։ Դե այստեղ կարող է եւ կին եւ տղամարդ, ես նկարով եմ ասում աղջիկ, մարդը չի կարողանում որոշում կայացնել, որովհետեւ բավականին դժվար որոշում է։ Նորից տեսնում եմ 3-ը պենտակլի, այսինքն առաջ խաղացում կա։ Այնտեղ 7-ն էի տեսնում ծառով։ Ծառը հիշում եք, միշտ ասել եմ, բարգավաճում է։ Ծառը ծաղկում է, փտտում է, սա հաջողություն է։ Իսկ սա 3-ը նշանակում է ֆինանսները կավելանան։ Կարող է շատ կտրուկ մեծ փոփոխություն չլինի, այսինքն աշխատավարձը շատ մեծ չլինի, ինչ որ հիմա վաստակում եք համենայն դեպս մինչև այսօր ավելին կստանաք։ Ինչքան ավել չեմ կարող ասել, շատ մեծ գումարներ չեմ տեսնում, բայց ֆինանսական առումով էլ ես միայն հաջողություն եմ տեսնում։ Մի քիչ դեռ ավել, քան մինչև այդ ստացել եք։ Այժմ նայենք կույսերի համար։ Ինչ է սպասում կույսերին մինչև մայիսի վերջ աշխատանքում եւ ֆինանսներում։ Ինչ է սպասում կույսերին մինչև մայիսի վերջ աշխատանքում եւ ֆինանսներում։ Տեսնում եմ աշխատանքում։ Աշխատանքում կան մի քիչ ճարպիկ, խորամանկ, այսպես մարդիկ աշխատանքի վայրում, բայց դուք ձեզ շատ հարմար եք զգում ձեր աշխատանքում։ Հատկապես կույսեր, որոնք շատ վաղուց են աշխատում։ Շատ վաղուց են աշխատում իրենց, չգիտեմ, նույն հիմնարկությունում, նույն վայրում, կան որոնք իրենք են աշխատում, տնից են աշխատում, նրանց ընդհանրապես շատ հարմարավետ աշխատանք է, բավականին ճկուն են, իրենք են բավականին ճկուն եւ իրենց գործերը շատ նորմալ են։ Մյուս կողմից այս աղվեսով կարող է լինել աշխատանքի առաջարկություն կամ գործարքի առաջարկություն, չեմ կարող ասել, շատ տարբեր կարող են, նոր աշխատանք պարտադիր չի նոր աշխատանք, բայց ինչ-որ գործնական առաջարկություն կստանաք։ Թեև ինքը բավականին խորամանկ է, բայց այսպես շատ հետաքրքիր գայթակղիչ առաջարկություն, այդպես էլ կարող է նշանակել։ Կարող են որոշ կույսեր ստանալ հետաքրքիր գայթակղիչ առաջարկություն մինչև ամսվա վերջ։
Տեսնենք ինչ կմանրամասնեն կարտերը։ Տեսնում եմ բանալի սար, տեսնում եմ գումարներ և տեսնում եմ խաչմերուկ։ Գիտեք, գայթակղիչ որ ասում է, երևի ավելի շատ գումար են առաջարկում ձեզ նոր աշխատավայրում։ Ձեր առաջարկությունը, այո, ձեզ կարող է ավելի շատ ֆինանսներ բերել, շատ գայթակղիչ է երևում, բայց դուք ինչ-որ անհանգստություններ ունեք, որովհետև դուք ձեր աշխատանքի վայրում ձեզ շատ այսպես հարմարավետ եք զգում, ինչպես տանը, հիշում եք, ասում էի։ Հիմա այստեղ կարծես ձեզ նոր առաջարկությունը, որը բանալին է դեպի նոր ավելի, չգիտեմ, տարբեր աշխատանք, բայց դուք մի քիչ անհանգստություններ ունեք, դժվար կլինի, ընդհանրապես շատ կայուն ստաբիլ են կույսերը։ Դա ձեզ անհանգստացնում է ամեն դեպքում, հարմարավետ աշխատում եմ, արդյոք արժի, չարժի, բայց ձեզ գայթակղում են ավելի շատ աշխատավարձով, ավելի մեծ գումարներով, դուք այսպես ընտրության առաջ եք կանգնած, ճիշտն ասած, մի տեսակ ձեզ ընտրության առաջ են կանգնեցրել։ Տեսնենք լավ, եթե այդպիսի իրավիճակ կա իրոք կույսերի համար, տեսնենք իրենք ի վերջո ինչ կորոշեն։ Արև եմ տեսնում, ինչ էլ որոշեք, ձեր օգտին կլինի, հարգելի կույսեր, ինչ էլ որ որոշեք, ես չեմ կարող ասել մնաք թե գնաք, դա կլինի ձեր որոշումը, բայց ցանկացած նոր առաջարկ, գայթակղիչ ինչ-որ չգիտեմ, նոր տարբերակ, նոր գումարներ աշխատելու, միգուցե կողմնակի եկամուտ, այսինքն երկրորդ աղբյուր բացվի, առաջարկությունը կլինի գործարք, բայց դուք նաև ունեք հիմնական աշխատանք, եւ այս դեպքում այստեղ վախերը կլինեն, որ կարող է այս գործը խանգարել ձեր հիմնական աշխատանքին, որտեղ սա ինչ որ չգիտեմ, մեկ ուզում է երեկոյան իրենց համար ինչ որ գործեր անեք, այդպես էլ կարող է լինել, ինչ որոշում էլ որ կայացնեք, կլինի շատ դրական ձեզ համար։ Տեսնենք ֆինանսներում։ Ֆինանսներում տեսնում եմ փոփոխություն, նորություն եւ տեսնում եմ աճ։ Դե եթե այդ նոր տարբերակը ընդունեք, այսինքն կողմնակի եկամուտ ձեր աշխատավարձին նաև նորից եկամուտ լինի, բնականաբար դա կլինի նորություն, դա կլինի նաև բարգավաճում, այսինքն աշխատավարձի եւ ֆինանսի ավելացում։ Ֆինանսներ գալիս են, ոչ մի խնդիր չունեք դուք, ես այլ նորության հետ էլ է կապված գիրքը, այսինքն ինչ-որ մի նոր բան կսովորեք, ինչ-որ մի նորից եմ ասում, եթե նոր առաջարկությունը կապված էր նոր երկրորդ եկամտի մասին, ինչ էլ նոր գործ սկսեք, ինչ էլ այստեղ էլ նոր գործ էի ասում, ինչ ասում էի, տեսեք, կարտերը կրկնում են, վերահաստատում են ինչ-որ ասեցի, եթե նոր ինչ-որ բան պետք է սովորեք, նոր աղբյուր լինի ֆինանսների, ձեզ ֆինանսներ գալիս են, արևով ընտրությունը ճիշտ էր, ինչ էլ որ ընտրեք եւ գումարների խնդիր հաստատ չեք ունենա, սա գումարի հենց կարտն է, 10-ը գալիս է, միգուցե նոր ինչ-որ բան սովորելով, նոր ձևերով եք գումար վաստակում, սա էլ էր նորություն, ձեզ ֆինանսների ոչ մի խնդիր չի սպառնում, մինչև մայիսի վերջ, հարգելի կույսեր, եւ աշխատանքում եւ ֆինանսներում ամեն ինչ կլինի շատ հաջող։ Այժմ նայենք կույսերի ներողություն կշարքների համար։ Տեսնենք ինչ է սպասվում կշարքներին մինչև մայիսի վերջ աշխատանքում եւ ֆինանսներում։ Աշխատանքում եւ ֆինանսներում։ Աշխատանքի վայրում ամեն ինչ այնքան էլ հարց չի եղել վերջերս կշարքների համար եւ կարծես տեղից չի շարժվել ոչինչ։ Ես շատ եմ տեսել կշարքների, վերջերս կարծես այդպես էր եւ ել եմ ասում, եթե ոչինչ չեք փոխում, ոչինչ չի փոխվում, կարտերը նորից այնքան դուրս են գալու, մինչեւ ինչ-որ բան փոխվի, այսպես ցիկլի մեջ է, դուք ոչինչ չեք փոխում եւ չի փոխվում։ Խնդիրներ էլի աշխատանքի վայրում էլի ոչինչ տեղից չի շարժվում, աշխատավարձը չի ավելանում, գործերն առաջ չեն գնում։ Ես չեմ ասում ինչ-որ փոփոխություն արեք, ինչ արեք, դա ինձ չի վերաբերում, ես ասում եմ ինչ-որ տեսնում եմ, բայց համել ասում եմ ինչ-որ ես կարտերից հասկանում եմ, որովհետև շատ եմ այդպես տեսել, ցիկլի մեջ է կարծես, նույն բաները, նույն նշանի համար, այնքան եմ տեսնում, մինչև ինչ-որ բան փոխվում է, դուրս եկաք, անցանք առաջ, բայց քանի դեռ մնում է նույնը, անընդհատ կարտերը նույն բանն են ասում։ Եվ նույն մարդկանց է վերաբերում, այսինքն նրանց ում գործերը հաջող էին, դա սա դրանց չի վերաբերում, նրանց մոտ ամեն ինչ նորմալ է, բայց ում գործերը որ լավ չէին,
ինչ որ փոփոխություններ պետք եւ չեն փոխում ոչինչ։ Տեսնում եմ, որ լավ չեն եղել գործերը, բայց անկեղծ ասած կարծես թե ինչ որ բան փոխվելու է, կարծես թե ես էլի նմանատիպ մի բան եմ տեսնում, տեսեք, այստեղ սրտերի 7-ով տեսնում եմ փոփոխություն, բարգավաճում, այսինքն ինչ որ գործերը այդ խնդիրները որ կային կթեթևանային։ Նորից էլի ինչ որ նորամուծություն է լինելու, կամ ինչ որ նոր բան եք սովորելու, կամ էլի ձեզ էլ կարող է, չգիտեմ, ինչ որ աշխատանքը դժվարանում եք, չեք կարողանում նոր աշխատանք տան ձեզ, մի քիչ, ասենք նույն բաժնում, նույն, չգիտեմ, աշխատանքի վայրում, բայց այլ գործ տան, մի գործ, որ դուք կկարողանաք անել եւ կթեթևացնի ձեր վիճակը, որտեղ այսպիսի վիճակ է եղել, ես հիշում եմ, մի քանի անգամ եմ տեսել կշռքներին, խաչը, այսինքն շատ ծանր այսպես իրավիճակ է եղել աշխատանքի վայրում եւ բավականին երկար ժամանակ, բայց կարծես տրանսֆորմացիայով սա էլ փոփոխության կարգն է, ինչ որ բան փոխվում է, ինչ որ բան փոխվում է, միգուցե զրուցել եք, խոսել եք, բացատրվել եք, որ նեղվել եք, որ չեմ կարողանում այն աշխատանքը, որ ձեր վրա դրել են, երևի չեք կարողացել անել, բայց ի վերջո կարողացել եք, այստեղ էլ կին եմ տեսնում, միգուցե ինչ որ կնոջ հետ եք զրուցել, ինչ որ կին կարողացել է ձեզ օգնել եւ աշխատանքը կամաց, այո, թեթևանում է, իսկ մինչեւ մայիսի վերջ շատ ավելի կթեթևանա, փոփոխություն կլինի, շատ ավելի լավ։ Եվ հույսով եմ, այլ այս նույն կարտերը չենք տեսնի։ Ֆինանսներում։ Ֆինանսներում էլ եք ունեցել վախեր, կորուստ։ Նաև ինչ-որ մարդկանցից միգուցե ֆինանսների հետ կապված ինչ-որ լուրի եք սպասել, բայց ինչ-որ շատ ուշացել է, դրա համար էլ անհանգստանում եք, գումարները կգան, չեն գա։ Սա կարող է իմիջիալ աշխատանքի հետ կապ ունենալ, կարող է եւ չունենալ, որտեղ մարդիկ միայն աշխատանքի վայրից չէ, որ աշխատավարձ են ստանում։ Կարող է նաեւ այլ գործարքներ ունեցել, ինչ-որ մեկին պարտքով գումար են տվել, ինչ-որ մեկին ինչ-որ բան են վաճառել, ինչ-որ մեկի համար, չգիտեմ, ինչ-որ ծառայություն են մատուցել։ Կարող է մեկը մեկի հետ կապ չունենալ։ Չէ, ֆինանսներ գալիս են, էլի դա սա ձեր վախերն են եղել երևի, կամ նորից եմ ասում, եթե պարզապես կամ պարտք են եղել երկար ժամանակ չեն տվել, կամ լուրի եք սպասել, որը կախված է եղել ձեր, չգիտեմ, ֆինանսների հետ, իրականում գալիս են ֆինանսները, ես տեսնում եմ, որ գալիս են։ Ֆինանսները գալիս են, ես տեսնում եմ ձկներ, տեսնում եք, ես տեսնում եմ այստեղ չգիտեմ, շատ իմաստուն, շատ պրոֆեսիոնալ անձ եւ տեսնում եմ էլի այստեղ ընկերներով, չէ՞ դուք եթե մարդկանց գումար եք տվել, չեք սպասում, չգիտեմ, բարեկամի եք տվել, ում եք տվել, լավություն եք արել, գալիս են, չէ, գումարներ գալիս է։ Սա էլ հենց գումարի կարգն է։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում, սրանք ձեր վախերն ու անհանգստություններն էին, կամ մասնագետ կար, որը ձեզ օգնում է, կամ դուք եք մասնագետը, էլ եմ ասում, չէ, ինչ որ մեկին ինչ որ ծառայություն եք մատուցել, գումարները մի քիչ ուշանում էին, միգուցե նաև մոտիկ մարդիկ էին եւ դուք չէիք ուզում շատ ուզեք, ինքներդ ուզեք գումարները, դրա համար էր ձգձգվում։ Ոչ, գումարները գալու են, մի քիչ ուշացած, բայց գումարները կգան, այսինքն մինչեւ մայիսի վերջ կշեռքները ոչ առանց աշխատանք կմնան, ոչ էլ առանց գումարների։ Աշխատանքային հարցերը կկարգավորվեն, իսկ ֆինանսներ անպայման կլինեն։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Կարիճներն էին հենց շատ ուզում, որ իրենց ֆինանսների հետ կապված նայենք, դե նայենք։ Տեսնենք ինչ է սպասվում կարիճներին։ Մինչև մայիսի վերջ աշխատանքում եւ ֆինանսներում։ Աշխատանքում եւ ֆինանսներում։ Աշխատանքում տեսնում եմ մեծ փոփոխություն։ Չգիտեմ, թե ինչ որ տղամարդու հետ գործ եք ունենալու կամ ինչ որ նոր տղամարդ է հայտնվելու, փոփոխությունը շատ դրական է։ Այստեղ է տեսնում տղամարդ, մի քիչ դժվար է ասել տղամարդով ինչ կլինի, բայց փոփոխություններ սպասում են, բայց եթե տղամարդու մոռանանք, պարզապես նայենք կարտը որպես տուզը շատ դրական է, շատ լավ է։ Ինչ փոփոխություն է լինի, ձեր սրտով է լինելու։ Սրտի տզով կարող եմ ասել արդեն, որ փոփոխությունները ձեզ համար շատ գոհացուցիչ են լինելու, հարգելի կարիճներ։ Ասենք ինչ կմանրամասնեն կարտերը։
Շատ լավ է լինելու, հարգելի կարիճներ, տեսեք, շատ լավ է լինելու։ Շատ ինչ որ չգիտեմ, դուք շատ ինձ թվում է դուք նվիրված եք ձեր աշխատանքին երևի թե, կամ չգիտեմ, աշխատանքի վայրում ձեզ հետ շատ նվիրված մարդիկ կան, շուն ինչ կարող է այդտեղ նշանակել։ Բավականին էլ լուրջ գործարք եք ընկնում կամ գործ եք անում, որը բավականին ձեզ գումարներ է բերում, այդ գումարների հետ է կապված, կարող եմ ասել, թե սա գործարք է, թե աշխատանք է, ինչ որտեղ կոնկրետ աշխատում եք, թե ձեր գործն է։ Միջավայրը բավականին մտերմիկ միջավայր է, այսպես կարող եմ ասել։ Կոնֆլիկտներ երևի եղել են, ինչ որ հարցերում ամեն ինչ այդպես հարց չի եղել են, չգիտեմ, միգուցե գործարքներ, որ քանդվել են կեսից եւ այդպես էլ առաջ չեն գնացել, էլ եմ ասում, ինչ որ բան չեղյալ է հայտարարվել, նաեւ էլ եմ ասում, թեթև ինչ որ կոնֆլիկտներ էլ կարող է եղել են, բայց դուք շատ հմուտ եք ձեր գործում, դուք շատ խելացի, իմաստուն, դե պարտադիր չի տարիքով մեծ լինեք, բայց բավականին խելամիտ լուրջ մարդ եք, լուրջ բիզնեսմեն եք, այսպես կարող եմ ասել։ Եթե աշխատանք եք կատարում ուրիշի համար, հիմնարկությունում եք աշխատում, դուք ձեր գործի վարպետն եք, հասկանում եք ձեր գործից, մանավանդ եթե տարիքով եք, եթե երիտասարդ եք, էլի հասկանում եք ձեր գործից։ Իսկ եթե ձեր բիզնեսն է, դուք բավականին փորձառու եք, բավականին լավ եք տիրապետում ձեր գործին, տեսնում եք, սա կասկածներն ու անհանգստություններն են, իսկ հաջողության կատը ցույց է տալիս, ոչինչ չի կարող ձեզ խանգարել։ Դուք գնում եք որպես ուղիղ դեպի հաջողություն։ Բացարձակ, ինչ որ խոչընդոտներ, կոնֆլիկտներ, մանր-մունր, շատ չնչին բաներ են։ Դուք գնում եք լրիվ հաջողություն։ Ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ ֆինանսների հետ կապված նորություն, տեսնում եմ շատ կայուն է եղել երևի թե, ես չեմ կարող ասել կայուն լավ թե կայուն վատ, բայց ձեր ֆինանսները բավականին կայուն են։ Ես ֆինանսական խնդիրներ ճիշտն ասած չեմ տեսնում, բայց նորություն է գալիս։ Ինչ որ մի բան կփոխվի ֆինանսների հետ կապված, տեսնենք ինչ կփոխվի։ Տեսեք, ինչ եմ տեսնում։ Դուք շատ լավ էլ գիտեք, որ ֆինանսների հետ կապված բանալին ձեր ձեռքում է, այսինքն դուք շատ լավ տիրապետում եք ձեր ֆինանսներին, դուք շատ լավ գիտեք ձեր գումարների հետ ինչ անեք, հա։ Այսինքն մարդիկ գալիս է վատնում են, ծախսում են, դուք շատ լավ գիտեք ինչպես վարվել ձեր ֆինանսների հետ, հարգելի կարիճներ, բավականին լուրջ եք վերաբերվում, եթե ներդրումներ եք անում, ճիշտ տեղ եք ներդրում, եթե գործ եք անում, դուք ճիշտ գործարքներ եք ընկնում, ասում եմ, չէ, բավականին իմաստուն վարպետ եք դուք ձեր գործում։ Այնպես էլ չէ, որ ամեն ինչ անամպեր, որտեղ ամպեր եմ տեսնում, դե ֆինանսների հետ աշխատանքում ոնց է լինի, խնդիրներ լինում են։ Երբեմն ֆինանսները կանգնում են, չեն գալիս, լինում է այդպես էլ, որ հոսք չի լինում առանձնապես, բայց փոփոխություն կլինի, ես եթե հիշում եք այնտեղ էլ ասեցի, աշխատանքի գործերի հարցում եմ տեսնում եք, ասեցի, տրանսֆորմացիա, փոփոխություն կլինի։ Այո, փոփոխություն անպայման կլինի եւ շատ դրական։ Սա ձեր տունն է, սա էլ գումարներն են։ Գումարները գալիս են տուն, գալիս են դեպի ձեզ։ Եթե այստեղ ծախսեր էին եղել ֆինանսներում կամ կանգ էր առել, հիմա արդեն կսկսի հոսք։ Ֆինանսները կսկսեն հոսել դեպի ձեր տուն, այսինքն ավելի շուտ դեպի ձեր գրպան։ Բայց քանի որ դուք եք խնդրել, որ ձեզ համար հատուկ նայեմ, ես 1-2 կարտ էլ սրանցից անեմ, տեսնեմ նրա ցուցիչ։ Չնայած շատ լավ էր ինչ որ տեսա։ Ինչ փոփոխություն է լինի, միայն դրական կլինի։ Տեսնում եմ, շատ լավ կարտեր եմ տեսնում, տեսեք, այստեղ կարծես ասենք բալանսի մեջ եք պահում ամեն ինչը, դուք էլ եմ ասում, շատ լավ գիտեք ինչպես վարվել ձեր ֆինանսների հետ, գումարները գալիս են, դուք ներդրում եք կամ նորից դնում եք գործի մեջ, շատ լավ տիրապետում եք ձեր գործին, իսկ այստեղ կարգը շարժվում է, արագություն, թափ կառնի ձեր գործը, այսպես ասեմ, իսկ դրա հետ միասին նաև ձեր ֆինանսները, եւ դուք այստեղ այս պաժից գնում եք դեպի թագավոր, այսինքն որ դեր գործերը, եթե նոր գործարք էր, փոփոխություն էր, չէ, այս փոփոխությունը ինչ էլ որ լինի նորություն է, իրականում ձեզ կտանի դեպի լավագույն արդյունք, այսինքն պաժից թագավոր էլի, այդ բառացի ինչպես կարելի այլ հասկանալ, այսինքն դուք սկսնակից փոփոխությունը, որ նոր է, ինչ որ նոր եք սկսում, նոր գործարք է, նոր գործ եք անում կամ ինչ որ փոփոխություններ, տանում է ձեզ մաքսիմալ արդյունքի, ամեն ինչ շատ լավ կլինի, սա լինի աշխատանքի վերաբերյալ, թե լինի ֆինանսների, եթե գումարները քիչ էին գալիս, կսկսեն գալ թագավորին արժանի գումարներ, այսպես կարող եմ ասել,
իսկ աշխատանքում ամեն ինչ կլիներ միայն դրական։